Արարատում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը կողք-կողքի են, մի քանի կիլոմետրի վրա գործում են թունավոր արտանետումով գործարաններ, դրանցից ոչ հեռու նաև հողեր են մշակվում։ Այստեղ ձկնաբուծարանների կողքին տեղակայված է Հայաստանի ամենավտանգավոր ցիանային պոչամբարը։ Ոսկու կոզման ֆաբրիկան, այս մետաղաձուլարանը, մեծ ցեմենտի գործարանն է, մի հատ փոքր ցեմենտի գործարան, երկու ստեղ աղասներ են, այս հողակ թե քարեն աղում չգիտեմ, դրանց գումարվում է նաև ցիանի պոչամբարը, որը ինքը հսկա տարածք է, ու բաց պոչամբարը։ Այդ ամբողջը բնականաբար չի կարա բացասական ազդեցություն չունենա բնակիչների, այս գյուղերի եւ գյուղատնտեսության եւ անասնապահության։ Սուրենավան եւ Արմաշ գյուղերի բնակիչներն էին Էկոլուրի նահազանգել։ Զոդի կամրջի հարակից տարածքից ամեն առավոտ ու գիշեր թունավոր ծուխ է տարածվում։ Արարատի օդի աղտոտման հիմնական աղբյուրը արդյունաբերությունն է, արձանագրում է հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։ Վերջին 3 տարիներին այստեղ օդում փոշու պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է մինչև 5.2 անգամ, տարեկան ավելի քան 100 օր։ Արձանագրվել են նաև ծծմբի եւ ազոտի երկօքսիդների գերազանցումներ։ Սրանք սոսկ թվեր չեն, սրանք թույներ են, որոնք թույլատնում են իմունիտետը, գրգռում շնչուղիներն ու սրում քրոնիկ հիվանդությունները։ Ասենք զավոդները փակվա, ոչ թե քամի լինում, բայց այդպես ցեմենտ փոշի չի, թե փոշի, որտեղ ասֆալտած չէ այդ մասերը, մնացածը փարքասու ասֆալտել է, լավ է։ Գրետ ինչքան 1370, թե չէ տենց փոշի չի լինում։ Դե հա, բայց մարդիկան ասեն ինչ զավոդ է, բայց չլինի հրազդանում չկա, այն կողմերը չկա, սաղ տեղերն էլ կա։ Ամենացավոտ թեման է, որ բնակիչները իրանք ստե ապրելով այդ ամբողջ բացասական հետևանքները կրելով շատ ժամանակ թե չեմ պատկերացնում թե ինչ է, թե ասենք որոշակի վախեր ունեն, թե կախվածություն ունեն։ Շատերը լռում են։ Շատ հաճախ այդ հիվանդացության դեպքերն են գալիս է այդ հիվանդանոցային ծախսերը, բուժման ծախսերը բազմապատկորեն գերազանցում է այդ իրանց այդ մի քանի տարի վաստակած եկամուտը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Regions TV-ին հայտնել է, որ Արարատ ցեմենտում վերջին 3 տարիներին ընդամենը 1 ստուգում է արել, խախտում գտել է, բայց թե ինչ չի կարող ասել։ Օրենքը թույլ չի տալիս։ Տեսչականը ստուգում է կատարել նաեւ Արարատի մետաղաձուլարանում։ Տնօրենը տուգանվել է, վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել։ Արարատցիներից շատերը տեսախցիկի առջև հրաժարվում էին խոսել, տեսախցիկից դուրս ասում են, այստեղ բոլորն էլ տեղյակ են խնդրին։ Ադապտացված աստեղի ժողովուրդը այդ փոշու հետ դուք ցիանից խոսեք։ Մեր զրույցին հեռախոսով հետևող բարեկամուհին է միջամտում։ Դե բավարար ապրելու տեղ չի։ Այդ ցիանով ջրված այդ բանջարեղենները, այդ ջրերը ոնց կարող է առողջարար լինել։ Գեոպրոմայնին Գոլդի ոսկու կորզման ֆաբրիկայի ցիանային պոչամբարը ամենառիսկայինն է։ Բնապահպանների գնահատմամբ այն գրեթե ամբողջությամբ լցված է։ Ցիանը դա ահավոր մեծ թույն է, որը լցված է պոչամբարում, բայց քանի որ պոչամբարը բավականին այսպես էժան ձևով է կառուցված, նրանք սրը այսպես թե այդպես կամաց տարածվում են, աղտոտելով եւ իհարկե հողը եւ իհարկե ջուրը եւ ջրի հետ հասնում են միջև մարդկանց բահերը, որտեղ որ նրանք աճեցնում են իրանց, տարբեր ինչ ասես, այնտեղ աճում է։ Չեխական Արնիկան եւ հայկական բնապահպանական կազմակերպությունները հողի փորձանմուշներ են վերցրել Կախանովի ջրանցքից, տեղի բնակիչներից էլ կենսաբանական նմուշներ, ուսումնասիրել ու պարզել են։ Մկնդեղի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից հատվածում։ Հետազոտության համաձայն հողում հայտնաբերված մկնդեղի, նիկելի, քրոմի եւ պղնձի քանակները զգալիորեն գերազանցում են հայաստանյան եւ համաշխարհային սահմանված նորմաները։ Բնակիչներից վերցրած փորձանմուշների հետազոտությամբ էլ պարզվել է, մեզի բոլոր նմուշներում մկնդեղի ցուցանիշը գերազանցում է եվրոպական միջին մակարդակը։ Նիկել հայտնաբերվել է հետազոտվածների գրեթե 80%-ի օրգանիզմում։ Կապար հայտնաբերվել է փորձանմուշների 40%-ում։ Կադմիում առկա է մանզերի նմուշների 60%-ում։ Բոլոր պոչամբարները հիմնականում վերցնում են, փորում են մի հատ փոս, ասում են, որ այնտեղ պետք է գեոմեմբրանա լինի, էս լինի, մեկ-մեկ էլ չեն ասում եւ այլն, ուղղակի լցնում են պոչերը այնտեղ, նրանք վերցնում են հեշտ եւ էժան տարբերակը։
որպեսի մարդը վերցնի թանկ տարբերակը եւ դավ նոր տեխնոլոգիայով ավելի անվտանգ պոչամբար կառուցի, ինքը պետք է փող ներդնի։ Իսկ մեր օրենսդրությունը չի ստիպում, որպեսի բիզնեսը այդ փողը ներդնի։ Բնապահպանները տարիներ շարունակ պահանջում են խստացնել հանքարդյունաբերության վերաբերյալ օրենսդրությունը, որպեսզի ընկերություններն ավելի պատասխանատու դառնան։ Սակայն օրենսդրությունը չի փոխվում, քանի որ ամենաբարձր մակարդակով, ինչպես Զարաֆյանն է ասում, քաղաքական եւ լոբինգային ճնշում կա։ Սա մեծ փողերի ոլորտ է։ Շրջակա միջավայրի նախարարությունը Region TV հարցմանի պատասխան ասում է, Արարատի օդում ծանր մետաղները նորման չեն գերազանցել։ Նույն նախարարության ՊՕԱԿ-ն իր զեկույցում արձանագրել է, Արարատում հողի մեջ պղինձի գերազանցում է նորման մինչև 14.7 անգամ, նիկելը 17, քրոմը 11, մկնդեղը 6.5 անգամ։ Գեոպրոմայնինգ ընկերությունից 2 ամիսը չեն պատասխանում պոչամբարի վերաբերյալ մեր հարցերին։ Տեսչական մարմինն էլ ցանային պոչամբարում ոչ մի խախտում չի հայտնաբերել։ Ով է պատասխանատու եւ շրջակա միջավայրի նախարարությունը եւ առողջապահության նախարարությունը, որոնք շատ լավ հասկանում են, որ դա առողջության համար վնասակար սիտուացիա է։ Զարաֆյանն ասում է, կառավարությունը տարբեր պատճառաբանություններ է բերում, թե չեն կարող պարզել ով է մեղավոր։ Այդ ծանր մետաղները կոնկրետ ինչ վնաս են հասցրել, բայց աշխարհում կա մեթոդաբանություն, որը մեր երկիրը չի ուզում ընդունել։ Հանքարդյունաբերության ոլորտն է խնայում։ Կառավարությունը դնում է հանքարդյունաբերությունն առաջի տեղ։ Ճիշտ է անում, թե ոչ, ճիշտ չի անում, որովհետև հասնելով վնաս շրջակա միջավայրի, մենք հակայում ենք մեր երկիրը։ Նելի Բաբայան, Համբարձում Պապոյան, Արսեն Գրիգորյան, Region TV, Արարատի մարզ։